Սա ի վերուստ է, սա ի վերուստ է, ժամանակը հասյալ է և փառք Աստծո, վերջապես ես գիտեմ, որ հայերը բարեպաշտ թագավոր են ունենալու, աստվածասեր իշխաններ են ունենալու և հավատացյալ հոգևոր դասնել է իր զգաստությունը ունենալու, որովհետև մինչև եկեղեցին չմակրվի, աշխարհիկը չի մակրվի, լավ գիտեցեք։ Մենք ոչ թե պետք է հիմա սա ասելով եկեղեցուն բան ասենք, հայոց եկեղեցին պետք է սրբությամբ պահենք, բայց որոշակի ոչ ճիշտ ապրող հոգևորական կյանքով ապրող հոգևորականներին պետք է կարկալույց արվի ու եկեղեցուց դուսան։ Անուններով չեմ սիրում, բայց դե մարդկանց ապրելակերպը բոլորս էլ գիտենք, ով ինչ ձևով է ապրում։ Ուրեմն եթե մարդիկ գրված է կանոնադրության մեջ, թե ինչ ձևի պետք է լինի եպիսկոպոսը, ինչ ձևի պետք է լինի հոգևորականը, ոնց պետք է ապրի, եթե այդ սկզբունքով չեն ապրում, ինչքան էլ աղոտ կբարձրացնեն, երկնքից անեց կթափի մեր վրա։ Բարեպաշտ հոգևորականներ են պետք, Աստծո հաճելի հոգևորականներ են պետք, որ իրենց աղոթքով Աստված ողորմյա ազգիս հայոց։